փաստում է, անկլավներ տվել են 21-ից 26-ի ընթացքում։ Անկլավների, այո, սահմանազատում է եղել եւ իշխանությունը անկլավ։ Սահմանազատումը եղել 21-26-ին։ Անկլավ էր թե չէ, Կիրանց անկլավ էր համարվում, թե ոչ։ Ես չգիտեմ, դուք գնահատեք, հիմա Կիրանցում սահմանում են։ Այո, Կիրանցում ապօրինի սահմանազատում է եղել։ Ում Սահմանազատվել է ապօրինի սահմանազատված տարածք է Կիրանցը։ Ման Գալչյան 3 հանրային հեռուստաընկերության տաղավարում ուժեղ Հայաստան կուսակցության 3-րդ համարը եւ կուսակցության անդամ Գոհար Մելոյանը պնդում արեց, որ Կիրանցը անկլավ է, այն ապօրինի է սահմանազատվել եւ դա անկլավ է, որ հայկական կողմը հանձնել է Ադրբեջանին։ Նախ հասկանանք ինչի մասին է խոսքը, ձեր մեկնաբանությունն է հետաքրքիր, գիտեմ, որ դուք նաեւ քարտեզներ ունեք տարբեր ժամանակահատվածների, խոսենք այդ մասին, արդյոք սահմանազատումը ապօրինի էր եւ տեղավորվում է արդյոք Կիրանցը անկլավ եզրույթի մեջ։ Ընդհանրապես անկլավները Հայաստանում, ադրբեջանական անկլավներ 3-ն են՝ Տիգրանաշենը, Ասկիպարան, Վերին Ասկիպարան եւ Բարխուդարլուն։ Դրանից բացի ուրիշ անկլավ չունենք, որոնք Կիրանցն էլ ընկնում է այդ երկու անկլավների մեջտեղը գտնված Հայաստանի սահմանների մոտ։ Կիրանցը սահմանամերձ գյուղ է, սահմանի վրա է, որի ճանապարհը վերջին մեկը տորը կամուրջով, Ադրբեջանի տարածքի կամուրջով մտնում էին Կիրանց։ Դա այդքան Կիրանցի մասին, որ Կիրանցը հայկական գյուղ է, Հայաստանի տարածքում է ամբողջովին, ըստ խորհրդային զինվորական շտաբի քարտեզների, որոնք պատրաստվել են 70-ական թվականներին, վավերացվել երկում եւ այսօր էլ Ալմաթիում այդ քարտեզները պիտի հանդիսանան մեր սահմանազատում Ադրբեջանի հետ։ Ըստ նույնիսկ օգոստոս 8-ի հետ մեր համաձայնությանը մեջ հետո նշված է, որ ըստ Ալմաթիի որոշման այդ սահմանները կլինեն մեր ապագա միջազգային սահմանները։ Պարոն Գալչյան, իսկ նորմալ են ընդդիմության կողմից նման պնդումները, երբ այդտեղ ճշմարտության որևէ նշույլ չկա, նույն պնդումները գիտեք, նրա հետ կապված, որ սահմանազատումը ապօրինի է, Կիրանցը անկլավ է, 300,000 ադրբեջանցիները վերադառնալու են, այսինքն այս մթնոլորտը, որ կա, արդյոք նորմալ է։ Գիտեք ինչը, աննորմալը այն է, որ ընդդիմության ներկայացնողները մի մարդիկ են, որ իրենց խոսած նյութի մասին անգամ գաղափար չունեն, կամ գաղափար ունեն սուտն են խոսում, սխալն են ներկայացնում ժողովրդին։ Եթե մեկն ասի, որ Կիրանցը Հայաստանի մեջ գտնվող անկլավ է եղել, տվել ենք Ադրբեջանին, դա արդեն իր անգրագիտությունն է փաստում, դրանից ավել խոսքով չունեմ ասելու։ Եվ խորհուրդ կա մեր ընդդիմություններին իրենց ներկայացուցիչ ընտրեն տեղեկացված մարդիկ, որոնց խոսածը գոնե իրականությանը մոտ լինի։ Ես չեմ ասում ամբողջովին իրականությունը, գոնե մոտ լինի։ Անկլավը այդպես բան գոյություն չի կարող ունենալ Հայաստանի տարածքում, հատկապես Կիրանցը, որ ամբողջովին Հայաստանի տարածքում գտնվող մի հատ գյուղ է։ Պարոն Գալչյան, այսօր իհարկե մենք քննարկելու ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների ամենատարբեր ասպեկտներ, սահմանազատումից սկսած մինչև խաղաղության գործընթաց, թրիփ նախագծի հետ կապված գործընթացներ, բայց մինչ այդ, քանի որ քաղաքական եւ ներքաղաքական որոշ ենթատեքստով սկսեցինք մեր զրույցը, խորհրդարանի արկա պատկերը ձեզ գոհացնում է Ճիշտ ասած, ինձ կգոհացներ, եթե ընդդիմությունից ներկա անդամները, որ գալու են ստորագրելու են իրենց մանդատներն առեն ազգային ժողովում, տեղեկացված մարդիկ լինեն։ Ոչ թե կուսակցության լավ ներկայացուցիչը, որ մի կուսակցությունից մյուս կուսակցությունը դռնում եւ անուն դնում են սրանից մյուսի ցուցակի մեջ, մյուսի ցուցակի մեջ։ Այդ ճիշտ գործ չի։ Իրականությունն է, որ անդամներ մարդիկ պիտի լինեն, այնտեղ որ տեղյակ լինեն։ Ընդդիմությունը ամբողջ աշխարհում, եթե իշխող ուժը որևէ ծրագիր է ներկայացնում, ընդդիմությունը դա ասելիք ունի, ազգային ժողովում նստում է, բացատրում է, որ այս ձեր բանը, այս ասածը սխալ է։ Եկեք այս ձև անենք, առաջարկ ենք տալիս, որ այս մյուս ձև անենք, մյուս խնդիրը ձև մոտենանք խնդրին։ Բայց չէ։ Հայաստանում ընդդիմությունը, այսինքն եթե չես սիրում, չես հավանում իշխանությունների առաջարկածը, բոյկոտ ես անում, չես գնում մասնակցում նիստին։ Բոյկոտ անելը, այսինքն ոտնատակ ես տալի քեզ ընտրողների ձայնը, որ քվե ընտրվել դու ընտրվել ես ներկայացրել ես այնտեղ,
եւ գործը չանելու պատճառով էլ նույնիսկ գործը չանելով էլ հանրությունից ռոճիկ է ստանում։ Եվ բացառիկ միջամտություն տեսանք, պարոն Գալչյան, կարծես թե նման մեծ ծավալի միջամտություն արտաքին միջամտության մասին է խոսքը, թե հայտարարությունների տեսքով, թե գործողությունների տեսքով, թե սահմանափակումների ու ճնշումների տեսքով, թե ֆինանսական միջոցների տեսքով, եւ թե նաեւ այլ երկրից խոսքը հատկապես եւ մասնավորապես Ռուսաստանի Դաշնության մասին է, այդքան մեծ քաղաքացիների հոսքի տեսքով, որոնք իրենց ազդեցությունը եւ այսպես ասեմ, ընդհանուր պատկերի վրա իրենց ազդեցությունը ունեցան։ Ինչով էր պայմանավորված այսքան մեծ ներգործությունը եւ ջանքը ռուսական կողմից հատկապես, որպեսզի ունենար իր համար նախընտրելի պատկեր այս ընտրություններում։ Նրանով որ այսօրվա Ռուսաստանի Ֆեդերացիայի ղեկավարը ցանկանում է վերադարձնել խորհրդային համակարգը եւ իր շուրջ հավաքել մի շարք հանրապետություններ, որոնք կլինեն իրեն հլու հզազան, ինչպես որ ինքն ուզում է կարգադրի, ինչպես Բելարուսն է օրինակ, Հայաստանին էլ ուզում են նույն ձևի իրենց իշխանության տակ բերել, դեք դարձնանք մի Կովկասի Անդրկովկասում ընկած մի գավառ, որը իրենցն է, ամեն դեպքում անում է ինչ որ իրենք ցանկանում են։ Այդ նպատակն է ամբողջ այս գործի։ Նպատակն է, որ ռուսամետ ուժերը գալով Հայաստանը հանձնեն Ռուսաստանին։ Ինչպես գիտեք, Դաշնակցության 2022 թվականի հետ հանրային իրենց կենկենի ժողովի արդյունքը որ հրատարակեցին, կետերից մեկն այն է, որ անկախությունը որևէ ազգի համար շատ կարևոր խնդիր է, բայց երբեմն պետք կլինի անկախությունը որոշ չափով զիջել։ Անկախությունը ինչպես կարող ես որոշ չափով զիջել։ Կամ անկախ ես, կամ անկախ չես։ Այսինքն Դաշնակցությունը համաձայն էր, որ մեկ Հայաստանի ղեկավարությունը մասամբ տալ տրվի Ռուսաստանին։ Հետո գալով կետերից մյուսին, որը այսօրվա մասնարարին խոսենք, կետերից մեկն էլ այն էր, որ սահմանազատումը եւ սահմանագծումը երբևէ Հայաստանի օգտին չէ։ Պիտի ամեն տեսակ աշխատենք խանգարել աշխատանքը կամ չթողնել, որ դա կատարվի, որը Դաշնակցությունը իրականացրեց իր կարողացած ձևով։ Սահմանազատում եթե չլինի, մենք չգիտենք մեր սահմանը Ադրբեջանի հետ որտեղ է։ Որտեղ պիտի փշալարը դնենք, որտեղից կարող են հայ կոչվի Հայաստան, որը կոչվում է Ադրբեջան։ Այդ գիծը ժամանակին գծել է խորհրդային շտաբը եւ այդ քարտեզները, մանրակրկիտ քարտեզները պահպանվել են վավերացված երկու կողմերի վրա, բայց այդ քարտեզները հանրությանը հասանելի չեն։ Դրանց վրա գրված է գաղտնի, սեկրետնը։ Այդ քարտեզները պատահմամբ ինչ որ մեկը ժամանակին գցել էր ինտերնետ ամբողջովին Հայաստանի սահմանների քարտեզները եւ ես ներբեռնեցի, բայց հետո մաքրեցին դա, հանեցին այդ կայքը, բայց ես գիտեմ, որ Ամերիկայի կոնգրեսի գրադարանը նույնիսկ այդ քարտեզներն ունի, այդ գաղտնի քարտեզները, որ խորհրդային միությունը տպել է, ինչ որ ձև հասնել են կոնգրեսի գրադարան։ Եվ այդ քարտեզների վրա հայտնի է, որ սահմանը որտեղից են ուզել անցնի։ Անկլավները այդ քարտեզների վրա առաջի անգամ Երևան են եկել 1936 թվականին, հետո 39 թվականին, երկու Տավուշինը 36-ին, Տիգրանաշյանը 39-ին, առանց որևէ փաստաթուղթ ունենալու, առանց որևէ որոշումի, առանց որևէ պատկան արձանագրության։ Այսինքն ռուսական կողմը որոշել է, որ այս տարածքը տալիս ենք, էս։ Այո, գծել է քարտեզի վրա, Հայաստանին ասել է, սա ձեր սահմանն է, սա Ադրբեջան է։ Այս մեկտորի Ադրբեջան է։ Բայց հետաքրքիր է, որ 2022 թվականի հարձակման ժամանակ ջերմուկի վրա ռուսական կողմը ավելի շուտ հապկ արձանագրեց, որ մենք չգիտենք որտեղով է անցնում ձեր սահմանները։ Իրենք են գծել այդ սահմանները, իրար գեներալ շտաբը գծել է այդ սահմանները, եւ այսպեսի օրինակները բոլորը կարող եմ ցույց տամ։ Այդ իրենք գծած ինչպես կարող է չգիտենան դա ինչ է։ Եթե չգիտեն Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները որն են, ապա չգիտեն բոլոր մյուս 12 հանրապետությունների մեջ եղած սահմանները որն են։ Ուրեմն 12 հանրապետությունը ընդհանրապես առանձին երկրներ չեն, եթե սահման չունեն իրար հետ։ Եթե Ռուսաստանը չի ճանաչում այդ սահմանները, Ռուսաստանը պարզապես իրականությունը չի ասել։ Կեղծել է իրականությունը, ասելով մենք չգիտենք իրանց գտած սահմանը որտեղ է։
Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը այդ բոլոր հայտնի ուժերը պարոն Գալչյան պնդում էին, որ մեզ պետք է երաշխավոր, մեկ երաշխավորի եւ մեկ դաշնակցի հետ է միայն հնարավոր հասնել խաղաղության Ադրբեջանի հետ։ Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսել հնարավոր չի ըստ նրանց, իմաստ էլ չունի ըստ նրանց կարծիքով պետք է լինի ուժեղ երաշխավոր, ուժեղ դաշնակից, սա իրենց բառերն են, բառացի փորձում եմ մեջ բերել, որը այսպես ասած կզսպի Ադրբեջանին եւ կստիպի Հայաստանի հետ գալ խաղաղության։ Հիմա այդ երաշխավորի ինստիտուտի մասին խոսակցությունները ըստ ձեզ ակտուալ են ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում եւ հատկապես այն պայմաններում, երբ տեսնում ենք, թե ռուս-ուկրաինական պատերազմի ճակատում Ռուսաստանը ինչպիսի իրավիճակում է։ Այո, տեսեք, երբ որ խոսում են նրա մասին, որ անպայման մեկը պետք է երաշխավոր լինի, մենք չպետք է իրար հետ խոսենք, այլ երաշխավորը պետք է այստեղ լինի, դա արդեն առաջին սխալն է։ Երկու հարևան եթե խնդիր ունեն, իրար հետ պետք է բանակցեն, իրենց խնդիրները իրենց մեջ լուծեն։ Երրորդ երաշխավորը, որ լուժեղ լինի եւ լավ լինի, ահա մենք ունենք մեկ դաշնակից, զինվորական դաշնակից, որը Ռուսաստանի Ռուսաստանն էր, Ռուսաստանը երբ որ ժամանակն եկա, որ պետք է օգներ մեզ, երբ որ Ադրբեջանը ներխուժում էր Հայաստանի տարածք, հապկի երկիրներով, հապկն ասած մենք սահմանները չգիտենք որտեղ է, միշտեր սահմաններ իրենք էին գծել։ Ինչպես կարող է դա լինի երաշխավոր, անկողմնակալ երաշխավոր։ Այդ երկիր, այդ մտածելակերպ ունեցողը ինչպես կարող է լինի անկողմնակալ եւ երաշխավոր Հայաստանի համար։ Երաշխավոր էինք, եթե ուզում էինք Հայաստանի պատմությունը պահպանել, ժամանակին երբ որ հանձն առան Արցախի ժողովրդի անվտանգությունը իրենք հանձն առան պահպանել, կար ժամանակում սկսեց Ադրբեջանը սկսեց ներխուժել դեպի այդ տարածքները եւ ռուսական զինվորները ոչինչ չարեցին։ Բացի դա, երբ որ էլ Կիրանցի ճանապարհի վրա կամուրջ էին կառուցում, այդ դրոշակները, որ ադրբեջանական դրոշը որ ուզում էին բարձրացնել, ռուս զինվորների ձեռով էին բարձրացնում։ Ռուսներն էին օգնում նրանց։ Այդ ինչի դաշնակից է, որ մեր թշնամուն է օգնում, իսկ մեզ չի օգնում։ Ասում եմ, չեմ կարող օգնել, քանի որ հայտնի չի ձեր սահմանը որտեղ են։ Այդպեսի մենք երաշխավոր ենք ուզում։ Այդպիսի երաշխավոր էին պատկերացնում, երբ որ ասում էին ուժեղ Սամվել Կարապետյանը։ Իհարկե, նրան են պատկերացնում, որ իրանք ասած Ռուսաստանի ասածը ինչ որ է կատարեն։ Դա է, միակ նպատակը, ուրիշ բան չկա։ Երաշխավորը մեկը եթե լինի, դա անպայման մեր հարևանը Ռուսաստանը պետք է լինի։ 300 տարի մեր երաշխավորն է։ Ճիշտ է, 300 տարի իշխել է շրջանի։ 300 տարում բոլոր իր ունեցած խնդիրները լուծերը ի հաշիվ Հայաստանի հողերի, Հայաստանի ժողովրդի։ Սա աքսիոմատիկ է, չէ՞, պարոն Գալչյան։ Իրականություն է, դուք այդ մետրոս մեծից սկսած եկան Հայաստանի տարածքը Թուրքիայից գրավեցին, հետո Թուրքիային հետ տվեցին առանց խոսք ասելու հայերի համար, որ մենք էսի վերադարձնում ենք, դուք դուրս եկեք այստեղից, քանի որ վտանգված կլինեք։ Այդ ժամանակվանից սկսել է։ Հիմա օրինակ նույն ուժերը ասում են պարզապես այս իշխանությունները հակառուսական տրամադրություններ ունեն, օրինակ Սամվել Կարապետյանը օրերս իր հարցազրույցներից մեկում դժվարությամբ բացատրեց, թե ինչ է ուզում ասել, բայց ասաց իշխող ուժը հակառուսականությունը վաճառեց Եվրոպական միության վրա եւ դրա շնորհիվ վերընտրվեց։ Ինչ ասել է հակառուսականություն։ Հակառուսականությունը Ռուսաստանը ինքն է ներկայացրել մեզ կողմը չպաշտպանելով, երբ Ադրբեջանը հարձակվեց մեր վրա 22 թվականի այդ շրջաններին։ Ուրեմն հակառուսականը մենք չենք սկսել, իրենք են սկսել։ Իրենք ստացել մեզնից ստացել 200 միլիոն զենք տալու գումարը կանխիկ ստացել եւ զենքը չեն տվել։ Դա ինչ է դարձնում քեզ, եթե մեկը ձեր վճարածը դիմացը իր խոստացած է չի անում, ով է իրեն վատամարտ սարքում, ինքը թե դու։ Ինքն իրեն է վատամարտ սարքել ստեղում է։ Մեր ճանապարհը, մեր երթևեկի ճանապարհը, Բեռնատա փոխադրման ճանապարհը փակել է Լարսի ճանապարհով եւ չի ընդունում տարբեր բաներ, ով է մեր բարեկամն է այդ երկիրը։ Ինչպես կարող է մեր բարեկամը լինի, երբ որ անցյալում ճիշտ նույն բաները ստացել է առանց խոսելու, իմ ասում է, չէ, ստանդարտներին չի համապատասխանում։ Հետո նույնը բարձրագույն ստանդարտ ունեցող եվրոպական երկրները նույն ապրանքներն ընդունում են։ Բայց Քոչարյանը, Կարապետյանը ինչու այդքան մեծ եռանդով ուզում են տանել դեպի այդ երկիր։ Որտեղ երկուսն էլ Ռուսաստանի գրպանում են։
Ինչպես իր Ռուսաստանի պաշտպաններն են։ Միայն Քոչարյանը չլինի Ռուսաստանին, մեր ալյումինը, մեր ատոմակայանը, մեր երկաթգծերը եւ այլն։ Բոլորը նվիրես Ռուսաստանին 120 միլիոն դոլար պարտք ունենալ է համբնով 10 անգամ դրանից ավերժ ուժակ բարձր արժեք ունեցող կառույցներ նվիրես Ռուսաստանին։ Եվ այն ժամանակ, որ Պարսկաստանը պատրաստ էր Հայաստանին օգնել գազամուղով եւ գազի խողովակը պատրաստել, պարոն Քոչարյանը չթողեց, որ իրանց առաջարկած մեծ գազի մաղովակը լինի, որովհետեւ ասպեից էր Հայաստանով էլ դեպի Եվրոգազ արտադրի Պարսկաստանը վաճառի նրանց։ Եվ պարտադրեց փոքրացնել այնքան փոքր, որ նույնիսկ Հայաստանի ներքին պահանջները չբավարարի։ Որպեսզի իրենք ասելիք ունենան, իրենք գազ ունենան եւ եթե պետք է իրենք գազը փակեն Հայաստանի հանդեպ։ Չնայած պայմանագիր ունեն, որ քանի 20 տարվա, 30 տարվա է ինչը։ Բայց դա չի խանգարում Ռուսաստանին այդ գործանալու, ինչպես որ ուրիշ գործերի մեջ չի խանգարել։ Ամեն տեսակ իր ցանկությունը կատարել է, եթե դիմացը կանգնող չկա։ Եթե այսօր էլ տեսնում ես Ռուսաստանը քո ապրանքը չի առնում, դիմում ես ուրիշին եկեք դուք առեք, արդեն դառնում է, արդեն տեսեք ու վեկտորը փոխեցիք, դարձաք արևմտամետ։ Ռուսաստանից հեռացաք։ Ինքն է մեզ ճնշման տակ դրել, որ մենք այդ գործն անենք, բայց ինքը մեղադրում է մեզ, որ մենք այդ գործն անում ենք։ Իսկ Սամվել Կարապետյանը ինչին էր պետք մտնել քաղաքականություն։ Ես կարծում եմ, որ իրեն պետք չէր։ Կարծում եմ իրեն պարտադրել են այդ գործն անի։ Քանի որ Ռուսաստանը պատրաստել է, տեսեք Քոչարյանը չկարողացավ այդ գործն անել այն ժամանակ, որ կարող էր մեր մի քանի մարդկանց մեջտեղ գցեցին քաղաքականագետ եւ այլն, նրանք չկարողացան, հետո կրոնին մեջտեղ բերեցին, կրոնական օգնություն ու խնդրեցին, որ Քոչարյանը նախապես ասել էր, եթե չհաջողենք, մենք եկեղեցուն էլ կներառնենք այս շարժման մեջ, եւ ներառեցին, այն էլ չհաջողեց, վերջին ասես ասած այն էր, որ իրենց ամենահարուստ մարդներուց մեկին ուղարկեն Հայաստան, որ այս գործը գլուխ բերի։ Եթե այս գործը չհաջողի, Սամվել Կարապետյանի ունեցվածքը վտանգի տակ է Ռուսաստանում։ Քանի որ նրանց պատվերը չի կարողացել կատարել։ Եվ նույնիսկ ասեմ իր կյանքը կարող է վտանգի տակ լինել այնտեղում։ Իսկապես իրավիճակը այդքան լուրջ է։ Ռուսաստանը գիտեք ինչպես է հաշվի արտարանում Նովիչուկ ու եւ այլն, ասենք մատ ասեղով մեկը հանգարցակի տեսնում ես մահանում է, որ իրենց գործը չի, իրանց ասածը չէր արել։ Սամվել Կարապետյանը կարող է այդտեղ չլինի, կարող է ունեցվածքը ձեռից առնեն եւ ասեն համեցեք գնաք Հայաստան վերադարձի որտեղից որ եկել է իր։ Այսինքն կարելի է ենթադրել, որ Սամվել Կարապետյանը այս պարագայում նաեւ երջանիկ է, որ Հայաստանում է։ Ես կարծում եմ, որ շատ ուրախ է, որ այս րոպեն Հայաստանում է, որտեղ իրան համար ավելի շատ դժվար կլիներ Ռուսաստանում լինել այս ձևի անհաջողությունից հետո։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը ինչու է շտապում Մոսկվա այցելել։ Նրանք բոլորը անընդհատ Ռուսաստանի ճնշումի տակ եկեք մի բան արեք, շուտ արեք, սահմանադրական դատարան դիմեք, մինչդեռ սահմանադրական դատարանը ինչպես կարող է ընդունել այդ բողոքը, երբ որ բոլոր ընտրատարածքներում, երբ որ հաշվարկում են, թաշվում են քվեները, իրենց ներկայացուցիչները Քոչարյանի, Սամվելի եւ քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները 6-ով ստորագրել են բոլորի տակը։ Իրենք ստորագրել են, որ վավերացված են սրանք, ճիշտ են։ Հիմա ասում են գողացել են իրենց հաղթանակը։ Իրանք գողացել են իր հաղթանակը, որովհետեւ ժողովուրդը հասկացել է ով է գործարել իրենց համար։ Տեսեք, շատ պարզ մի բան կա։ Երբ որ ինձանից հարցնում են դու ում պիտի քվեարկես, ես ասում եմ դու ում պիտի քվեարկես։ Քվեարկի այն մարդ, քվեարկոցը ինչի վրա հիմնվես, հիմնվի այն գործի վրա, որ իշխանությունները արել են ժողովրդի համար։ Օրինակի համար առաջին 28 տարում իշխանությունները ինչ են արել ժողովրդի համար, բացի այն որ բանակը ոչնչացրել են, բանակը չեն ստեղծել, բանակի փողերով իրենք դեղյակներ են կառուցել, փոխանակ բանակ կառուցեին, ժողովրդի համար ամեն տեսակ ճնշում արել են, այդ ընթացքում քանի 100,000 հայ Հայաստանը թողել գնացել է։ Բայց Քոչարյանն ասում է իր տարիները ամենախաղաղն է։ Այո, ամենախաղաղն է, որտեղ Ադրբեջանը դեռ զինված չէր։ Ադրբեջանը երբ որ զինվեց, արդեն իմացան, որ Ադրբեջանը զինվում է վտանգավոր է, Սարգսյանն էլ իր հրաժարականը տվեց, որ փոխի ուրիշի գցի այդ գլխացավանքի մեջ։ Եվ կարծում եմ, որ այդ ճանապարհով, եթե գնանք,
տեսնում եք, որ անելիք չունեն, Քոչարյանը ինչ պետք է անի այսօր, Քոչարյանը պետք է նորից հետևել Ռուսաստանի ուղղությունների, ինչպես որ են տրվում է, նոր կատարի այդ էլ ճանապարհը դրա կլինի։ Պարոն Գալչյան, այս ներքաղաքական խոսույթները, որ կան նախընտրական շրջանում, հատկապես 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասով ու գիտեք այդ իմաստով ինչ ագրեսիվ արշավ էր սկսել ուժեղ Հայաստան դաշինքը, Հայաստան դաշինքը այնտեղ իհարկե Արարատի լուսանկարով էր ներկայանում, գալիս էր ինքնությունը փրկելու, բայց ուժեղ Հայաստանը ավելի հեռուն գնաց ադրբեջաներով տեսանյութեր արհեստական բանականությամբ գեներացված, որտեղ ադրբեջանցիները իբրև թե գալիս էին ներթափանցում էին հայերին, հանում էին իրենց տներից, իրենք էին տեղավորվում։ Այս ամբողջը նախ ինչպես կմեկնաբանեք դուք եւ արդյոք այս ամբողջը կարող է խանգարել կամ որևէ կերպ խոչընդոտել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։ Ես հույսով եմ, որ չի խանգարի դրան, քանի որ այդ ամբողջ կեղծ այդ խոսույթները անհիմն են։ Ես խոսել եմ ադրբեջանցի դիվանագիտների եւ թղթակիցների հետ, Ադրբեջանից առաջին 300,000 թիվը օդիչ մեծ բռնած թիվը 100-120,000 ավել չեն, ըստ գրված բաների արխիվների 85,000 ադրբեջանցի հետ տեղել ժամանակ եղել Հայաստանում, բայց դրանով հանդերձ դրանք ասում են ոչ մեկ ադրբեջանցի պատրաստ չի լինի վերադառնալ Հայաստան ապրել։ Ոչ մեկը, այո, այդ մռան խոսել են եւ ասին ոչ մեկը, մենք գիտենք, որ ոչ ոք պատրաստ չի Հայաստան վերադառնալ ապրել, ինչպես են ապրել։ Պիտի կան, եթե Ղարաբաղցին վերադառնա Ղարաբաղ, պետք է Ղարաբաղի քաղաքացիություն ընդունի, հրաժարվի իր Հայաստանի քաղաքացիությունից, նույնը պիտի ադրբեջանցին անի։ Պիտի ադրբեջանցի հպատակ լինելուց հրաժարվի, գա Հայաստան ապրի։ Գնա հայկական դպրոց, աստիճանաբար դառնա հայ։ Արդյոք կընդունի որևէ մեկը։ Իհարկե որ չեն ընդունի։ Ինչպես Ղարաբաղցիները չեն ցանկանում Ադրբեջանի քաղաքացի լինել։ Այդ մեկն է, երկրորդն է պաշտոնական շրջանակներում այդ մասին չի խոսվում։ Արդեն լուծված է խնդիրը։ Նոր նման բան չի կարող գոյություն ունենալ։ Եթե 120,000 ադրբեջանցին պետք է վերադառնան, ապա Ադրբեջանը պետք է պայմաններ ստեղծվի այն 400,000 հայերը, որ թողել են Ադրբեջանը անկախությունից հետո Բաքվից, Սումգայիցից, Շամախի եւ այլն եւ այլն, նրանք էլ վերադառնան։ Ոչ, Ադրբեջանում բնակվող հայերի մաս 300,000-ից ավել հայություն էր բնակվում Բաքվում։ Ինչ եղան նրանք։ Հետո եթե չկամ, եթե դուրս են եկել թողել են գնացել, ունեցվածքի արժեքն ինչ եղավ։ Ունեցվածքը կառավարությունը տիրացավ մեծ մասը, որտեղ գյուղացիները որ փոխանակում են, տեղափոխվում են, որոշները տներ են փոխանակի իրար հետ։ Իսկ Բաքվի պարագայում մեծ քաղաքների պարագայում ոչ մի տեսման չի եղել։ Հայերին բռնապես բռնի ձևով դուրս են արել, այնտեղ տիրանալով իրենց ունեցվածքը։ Դա հսկայական գումարներ կկազմի Ադրբեջանի համար 300,000 հայի ունեցվածքի փոխարեն հատուցումը դուր։ Իսկ Ադրբեջանում, քանի որ դուք նաև քաղ հասարակության շրջանակներում եք աշխատում, գիտեմ, որ պարբերաբար շփումներ եք ունենում, այդ շփումները ինչի մասին են եւ ինչի մասին են, բոլորը հիմնականում եղել են այնպես, որ ուրախ ենք, որ պատերազմը վերջացավ, խաղաղություն կլինի, մեր ժողովուրդն էլ կռիվ չի ուզում։ Մեր ժողովուրդն էլ պատերազմ չի ուզում։ Մենք էլ հանգիստ կլինենք, եթե իմանանք Հայաստանի հետ նստել ենք, բանակցում ենք եւ սահմանազատում, սահմանակցումը կատարելու ենք։ Իրենք էլ նույն կարծիքի են։ Այսինքն ադրբեջանական կողմը նույնպես խաղաղություն է։ Այո, նույնպես խաղաղություն են ուզում։ Ալիևն էլ պաշտոնապես հայտարարել է քանի անգամ, քանի որ Ալիևի ասածները երբեմն մեկ էս ձև են, մեկ այն ձև են, բայց դա ասել է։ Մենք տեսնում ենք վերջին շրջանում նաև հայտարարություններ թուրքական կողմից, օրինակ օրերս Թուրքիայի ազգային ժողովի նախագահն էր Բաքվում եւ ինքն էլ հայտարարեց, որ ողջունում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը, ուզում են Հարավային Կովկասը տեսնել խաղաղ, զարգացող եւ նաև շեշտադրեց հատուկ, որ ուզում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տեսնել պայմանագրի վերջնական ստորագրում։ Պարոն Գալչյան, ինչ տրամադրություններ կա այդ իմաստով նաև Բաքվում, Ադրբեջանի մոտ, ինչն է այս պահին Ադրբեջանին խանգարում գնալ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման։ Սահմանադրություն փոխել չփոխելու հարցը դա իմիտացիա է, թե դա իմիտացիա է, դա ոչինչ չի ներկայացնում։ Քանի որ սահմանադրության իրական եղածը սահմանադրության մեջ Ադրբեջանի Ղարաբաղի վերեն ոչ մեկ այդ գոյություն չունի։ Դա խաղաղության ակտի անկախության ակտի մեջ նշում կա,
բայց սահմանադրության մեջ չկա դրա մասին։ Դա այդ մեկը Այսինքն դա կեղծ պատրվակ է։ Կեղծ պատրվակ է, այո։ Իսկ Ալիևը ինչու է ուշացնում դա։ Ինչու չի սկսում։ Օրինակի համար Ալիևը գիտի, որ գրավել է 240 քառակուսի կիլոմետր Հայաստանի բարձրունք 2021-ի մայիսից հետո։ Օրենքով դա պետք է գիտի որտեղ էր, պետք է արագ վերադարձնի, բայց չի անում։ Ինչու՞։ Որովհետև ժամանակին հայտարարել է, որ մեր զինվորը կանգնած է Ադրբեջանի տարածք է։ Եվ հիմա պետք է հակառակն անի։ Ղեկավարի համար դժվար է իր հաղթած ժամանակը միանգամից փոխել։ Այսինքն դեմքը փրկելու խնդիր ունի։ Դեմքը փնտրելու իհարկե որ փոթ խնդիր ունի։ Զանգեզուրի միջանցք ինչու է այդքան պնդում։ Ինքը ստորագրել է, որ Զանգեզուրի միջանցք չկա, տարանցիկ ճանապարհ է։ Բայց տեղի ժողովրդի համար ասում է Զանգեզուրի միջանցքը բացելու ենք։ Հիմա այդ անուն կուզես դիր Զանգեզուրի միջանցք, կուզես տնես Ստալինի միջանցք, կուզես տնես Փաշինյանի միջանցք։ Տարբերություն չի անելու։ Բոլորը Հայաստանի տարածքով է անցնում, Հայաստանի գերիշխանության տակ է գտնվում եւ Հայաստանի հսկողության տակ է լինելու դրան։ Մտնելու են Հայաստան, Հայաստանից դուրս գան մյուս ծայրը։ Իսկ ընտրությունների արդյունքները մենք գիտենք, որ ընտրություններին այս անգամ սպասում էին թե Թուրքիայում, թե Ադրբեջանում, թե Վրաստանում, թե Եվրամիությունում, թե Ռուսաստանի Դաշնությունում ընտրությունների արդյունքները հատկապես ինչպես են արտացոլվելու հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի վրա։ Ես կարծում եմ, որ ադրբեջանցիներն ուրախ են, որ խաղաղությունը մնալու է եւ շարունակվելու է։ Քանի որ հենց այս Սամվել Կարապետյանը հայտարարեց, մենք առաջին խնդիրն էլ լուծելու ենք Ղարաբաղի խնդիրը։ Այսինքն ինչ ենք անելու։ Պատերազմ ենք սկսելու։ Պատերազմով հետ ենք վերցնելու Ղարաբաղը։ Իր ասածը անուղղակի դա էր նշանակում, որ մենք Ղարաբաղի ժողովրդին պետք է հետաբերադարձնենք իրենց օղերը։ Այսինքն վարչապետը պարոն Գալչյան, երբ որ հայտարարում էր, որ եթե Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, որոնց նա եռագլուխ պատերազմի կուսակցությունը անվանում կան իշխանության պատերազմ է լինելու, դա էլ, այսպես ասած, միֆ չէր։ Դա իհարկե որ միֆ չէր, երբ որ իրանք հայտարարել են, մենք Ղարաբաղի խնդիրը պետք է արագ լուծենք, այսինքն ղարաբաղցիների հետ գնան այնտեղ իրանք երկիր իրանք տներում վերաբնակվեն։ Դա ինչպես է լինելու։ Եթե արդեն Ադրբեջանի եւ Հայաստանի երկկողմ Ադրբեջանի Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք իրանց հետ։ Եթե հարձակվենք իրանց տարածք ուզենք, ուրեմն պատերազմ ենք սկսում։ Իրանցից տարածք։ Դրա համար էլ պարոն Փաշինյանը, երբ որ ասում էր դիերագլուխ պատերազմի կուսակցությունները, դրա համար է, որ եթե իսկապես իրանց ասած ուզեն անեն, անպայման պատերազմ կլինի։ Վարչապետը բազմիցս հայտարարել է նախընտրական շրջանում էլ է խոսել այդ մասին, որ Ղարաբաղյան շարժումը համարում է փակված։ Որ երկրներին, որ ուժերին պետք չէ, որպեսզի այդպես լինի, որովհետև մենք վերջին շրջանում նաև ռուսական մեդիայում, ռուսական հեռուստաալիքներում տեսնում ենք հաղորդումներ, որտեղ Ղարաբաղը կրկին ներկայացվում է հայկական, հայերի վերադարձի իրավունքի մասին է խոսվում։ Ինչպես հասկանալ։ Ես չգիտեմ ինչպես հասկանալ դա, քանի որ չգիտեմ այդ ասողները ովքեր ինչ տեսակ խոսքեր են խոսում, բայց Ղարաբաղի խնդիրը այժմ էստա ներկայի պայմաններում, քանի որ ճանաչել ենք տարածքային ամբողջականությունը, որոշ միջակետ տրված է։ Հետո ապագային ինչպես կլինի, դա արդեն տարբեր խնդիր է, դա նախատեսելի չի։ Բայց այսօրվա շրջանում խաղաղության այսօրվա պայմանագրի տեսակետից խնդրի միջակետը դրված է եւ այդ է որ կա։ Մենք չպետք է ավելին պահանջ ներկայացնենք ասկուն, այսինքն եթե պահանջ ես ներկայացնում, խաղաղության պայմանագիրը չեղյալ ես համարում։ Իսկ որ պետություններին է դա պետք, պարոն Գալչյան։ Ռուսաստանին է պետք ստեղ անընդհատ խնդրի առաջ կանգնաստի հայերին եւ Հայաստանի եւ Ադրբեջանին կոնֆլիկտը շարունակվի, ինչքան որ ինքն էր ցանկանում, երբ որ ինչպես ուզենա իր լուծի, օրինակ կոնֆլիկտը լուծես նոյեմբերին 2020 թվականի նոյեմբերին, երբ որ խաղաղության պայմանագիրը կոնֆլիկտը լուծեց այն ձևով, որ Ռուսաստանի ուժերը կապահովեն Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։ Հետո 3 տարի հետո տեսա, որ իրան բանին պետք չի, փոխեց
հանձնեց Ադրբեջանի դուրս եկավ այնտեղից։ Պարոն Գալչյան, իսկ առաջիկայում ինչ զարգացումների սպասել հայ-ադրբեջանական հարաբերություններում, խաղաղության գործընթաց, սահմանազատման գործընթաց, մենք գիտենք, որ թրիփի մասով պայմանավորվածություններ կան, իսկ թրիփը իրականացնելու համար այնտեղ Սյունիքի որոշակի հատվածում պետք է սահմանազատման, սահմանագծման աշխատանքներ տեղի ունենան։ Հիմա կասեք, ինչ փուլում են աշխատանքները եւ ինչ բանակցություն։ Աշխատանքները ինչքան որ ես գիտեմ, առաջ խաղացում դեռ չունեն։ Եվ առաջի հերթին ես միշտ էլ առաջարկել եմ, որ առաջի հերթին պետք է Սյունիքի այդ մեր սահմանին եղած մեր 5-10 կիլոմետրը սահմանազատել, որպեսզի մենք իմանանք որտեղ են կառուցում մեր մաքսակետը, մեր անցակետը, նրանք էլ իմանան որտեղ են կառուցում դա։ Հետո դրանից հետո ուզում եք Տավուշից սկսեք, ուզում եք որտեղից սկսեք։ Եվ ամենակարևորն է այդ բարձունքները, որ Ադրբեջանը գրավել է ժամանակին, իրենք էլ գիտեն որտեղ էին, հիմա որտեղ են, վերադարձնել են։ Եթե Ալիևի ասածին դա իր նախկին հայտարարությունին չի համապատասխանում, Ալիևը պետք է ինքը ճանապարհ գտնի այս մեծ ձևով լուծելու։ Իսկ Ռուսաստանի կողմից էս վերաբերմունքը, որ չեն ճանաչում ըստ էության ընտրությունները կամ չեն շտապում շնորհավորել, սա որևէ կերպ ազդեցություն կունենա, նկատի ունեմ հայ-ռուսական հարաբերությունների վրա, կպրոյեկտվի եւ հատկապես այդ իմաստով Ռուսաստանը կխոչընդոտի օրինակ թրիփի իրականությանը, որովհետեւ գիտենք, որ այնտեղ երկաթուղու կոնցենսիայի հարց կա, հազարու մի հարց կա, որ Ռուսաստանը եւ Հայաստանը ըստ էության պիտի գան համաձայնության։ Բայց գիտեք ինչ կա, Ռուսաստանը եւ Հայաստանը պիտի գան համաձայնության, բայց Ռուսաստանը այն պայմանագիրը, որ ստորագրել է Հայաստանի հետ, որ հանձն է առել ղեկավարել արդիականացնելու երկաթուղա ցանցը, ոչինչ չի արել։ Դա այն կետերից մեկն է, որ իր հանձնարարությունը չի կատարել Ռուսաստանը։ Եվ Հայաստանը կարող է Ուրեմն իրավասու չես էլ պահանջներ, որ ինչ ես ուզում անել այստեղ։ Դա արդեն միջազգային դատարանի խնդիր կլինի, որ երկարատև լուծում պետք ունի։ Դա հեշտությամբ լուծող խնդիր չի, բայց պետք է ես կարծեմ, որ առանձին գիծել նույնիսկ եթե պետք է երկաթուղի կառուցենք, որպեսզի Ռուսաստանին կախված չլինենք այդ մեկումն էլ։ Իսկ Ռուսաստանը այս պայմաններում կարող է մեխանիզմներ ունի խոչընդոտելու թրիփի կայացմանը։ Թրիփի կայացմանը հենց Ադրբեջանը իր ընդդիմության միջոցով պիտի խակառակ դանի, ինչ որ կարողանում անել։ Ուրիշ անելիք չի կարող ունենալ։ Պարսկաստանը ես կարծում եմ այսօր, որ Ամերիկայի հետ սկսել են արդեն վերջնականացնել իրենց համաձայնությունը, Պարսկաստանին էլ խնդիրը կլուծի այդ խնդիրը, որոշ ձևով Պարսկաստանի ապրանքները Հայաստանի վրայով կհասնեն Եվրոպա, ուղղակի գնացքով, ոչ թե Թուրքիայի վրայով։ Այդ խնդիրները լուծելի կլինի թրիփի, եթե ճիշտ ձևով դասավորվի դա, բայց հիմա դեռ վերջնական պայմանագիրները բաները հայտնի չեն, ինչ են, ինչպես կլինի Ռուսաստանը իր հակառակությունը հայտներ է որոշ բանին, սկզբում ասած շատ ողջունելի է թրիփը, հետո հանգարցում մտածեցին ավելի լավ գնի հակառակենք, տեսնենք ինչ կլինի, չթողնենք առաջ ընթանա։ Իսկ առաջիկա 5 տարում ինչ է կարծում եք կտեսնենք թրիփի իրականացում։ Չեմ կարող ասել եւ հույսով եմ կտեսնեմ։ Այսինքն դա միայն դրական է։ Այո, դրական կարող է լինել, այո։ Եվ վերջին հարցը պարոն Գալչյան, անդիմադիր շրջանակները Ռոբերտ Քոչարյանը, այդ թվում Սամվել Կարապետյանը ուժը հայտարարում են, որ իրենք գտնելու են անհրաժեշտ պայմաններ եւ անհրաժեշտության դեպքում դուրս են գալու փողոց, Սամվել Կարապետյանը հայտարարում է, որ իրենք եռագլուխ չեն, արդեն 500,000 գլուխ են, գորգրացողներ ունեն, Ռոբերտ Քոչարյանն ասում է աշնանը կլինի հարմար տրիգեր եւ մենք կսկսենք հեղափոխություն։ Ինչ է կարծում ընդդիմությունը այդ իմաստով կարող է հաջողել եւ կարող է իշխանության։ Ինչ է, երբ որ այս նոր օրենք անցնի, որ եթե քվեարկություն իրավունք ունեն մարդիկ, որ 6 ամիս Հայաստանում են ապրել, այդ 100,000, 120,000 Սամվել Կարապետյանի վերած ձայները կոչնչանան, քանի որ նրանք չեն կարող այլևս մասնակցել ընտրությանը։ Եվ մյուս կողմից էլ այդ խիստ վերաբերմունքը, որ ըստ օրենքի պատժում են կաշառք վերցնողներին, կաշառք տվողներին, դա էլ որոշ ցավով հանրությանը կտեղեկացնի, որ պետք չի այդ գործով զբաղվել, քանի որ վտանգավոր է համար։ Այսինքն ազնիվ չի, պարոն Գալչյան, որ Ռուսաստանից եկել են, քվեարկել են։ Իհարկե ազնիվ չի։ Ինչ իրավունք ունի ուրիշ տեղ ապրող հայը որոշի ու ձեր ու իմ ղեկավարը ով պետք է լինի։ Դե իրենք ղեկավար ունեն, Պուտինն է իրանցը։
Բայց եկել էին Ստե- Հայաստանը փրկելու։ Դե իրավունք չունեն այդ հայտարարություն անելու։ Ընդեղում ապրողը իրավունք չունի գա Հայաստանի քաղաքացիական որ ապագա որոշի։ Եվ ինչ եք կարծում, նաև այդ հայտարարությունները դուք հավատում եք, որ այս իշխանությունները կգնան այդ հայտարարությունների ետևից եւ հայտարարում են, որ Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը երկար ժամանակ անցկացնելու են բանտում։ Ես հույս եմ, որ այդ խոսքերը որ ժամանակին ասել է պարոն Փաշինյանը, բայց չի իրագործվել, հիմա կարողանալ իրագործել գոնե որոշ չափով։ Որոշ չափով ինչ նկատի ունեք։ Որոշ չափով, այսինքն իրանց գողացածները, իրանց նրանք ապօրինի ստացածներից մեծ մասը վերադարձնել, հիմա ինչ ձևով կպատիժ հավելյալ պատիժ ինչ կլինի, չեմ կարող ասել, որ Ռուսաստանը շատ մեծ ասելիք ունի ստեղում նորեն։ Այսինքն Ռուսաստանը նկատի ունեք պատրաստ է զոհաբերել այս մարդկանց։ Իհարկե, չէ, զոհաբերելը խնդիր չէ, չի զոհաբերի է դրանց եւ կասի որ չանեք այդ գործը, թե չէ, այսինչը կանեմ, այնինչը կանեմ։ Սպառնալիք կլինի Հայաստանը։ Միջամտելու է որպես Այո, միջամտի որպես նրանց պաշտպանի։ Իսկ ինչպես է միջամտելու, օրինակ Կասի գազը կտրեմ։ ռազմաբազան կարող է։ Ռազմականորեն չեմ կարծում, որ բանոնի համար ցակվի անել, որտեղ իր համար շատ տանկ կվերջանա այդ ամբողջ աշխարհը դրա դեմ դուրս կգա արդեն նորեն։ Այսինքն, եթե ամփոփեմ, Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին, այնուամենայնիվ Ռուսաստանը շարունակելու է պաշտպանել։ Իհարկե։ Թեև նրանք ձախողել են։ Իհարկե նրանք պաշտպանել, բայց ձախողել է ու հույս ունի, որ ապագայում կհաջողեն, որ հեռու եմ տեսնում իրականությունից։ Բայց նրանք պատրաստ չեն լինի հրաժարվել այդ բանից խաղաղ